ազատագրվել անցից։ Եթե Տեր մտահոգված ես, թե մարդիկ ինչպես կվերաբերվեն քեզ, և փորձում ես ամեն կերպ քո մասին լավ կարծիք ստեղծել, քեզ համար դժվար կլինի նվաճել հոգու ազատագրման բարձունքը։ Երբեմն մարդիկ քեզ չեն քովում, կամ էլ մյուսներին ավելի են քովում։ Այս դեպքում փոխանակ կոհանաս և ուրախանաս, որ սին պարքի թևը դեռ չգիտի քո դեղը, տեսնում եմ, որ ուզում ես փորձանքի մեջ ընկնել։ Վերսկսելով խոսել քո մասին, ասես, աղերսում ես մարդկանց քո վասանքը, ինչը չի վայելում Աստծո որդու արժանապատվությանը։ Թույլ կտաս, թանկագին եղբայր, սա ևս նույն անկեղծությամբ քննել քեզ հետ, ինչպես անում էինք։ Ինչու ես ուրիշների հետ խոսում քո մասին։ Ուզում ես, որ հիանան քեզանով։ Ուրեմն ասա ինձ անկեղծորեն, դու քո սրտում հիացած ես ինքդ քեզնով։ Անկասկած, շատ տերություններ կան քո մեջ, որոնց համար իսկապես անհանգստացած ես։ Ուրեմն, ինչու ես ուզում, որ մարդիկ փառավորեն այնպիսի մի անձնավորության, ով ինքդ էլ համոզված ես արժանի չէ փառավորման։ Թույլ տուր հարցանել, քեզ հայտնի է անցիդ իրական պատկերը, թե միայն լավ կողմերն ես նշում և անտեսում ամոթալի ու վատ կողմերը։ Չգիտես, որ գեշ ճշմարտությունը դեռ ամբողջ ճշմարտությունը չէ։ Արդյոք քո մասին ասած խոսքիդ մեջ ինչ որ չափով խաբեություն ու սուտ չկա։ Արդյոք միայն պատկերիմը մի կողմը չես ներկայացնում, տաքցնելով ներկայություններդ, թերություններդ, որոնք դու լավ գիտես և քո հոգևոր հայրը նույնպես գիտի։ Երրորդ, կասկած չկա, և դու նույնպես գիտես, որ արժանիքներիդ մասին խոսելը քեզ զրկում է վարձքիդ։ Եվ անշուշտ կարդացել ես Լերան քարոզը, ուր Տերն ասում է, թող քո ցախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աչքը, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնավես։ Մատթեոս 6:3-4։ Խղճում եմ քեզ, սիրելի եղբայրս, որովհետև ինչ որ արժանիքի համար երկար պայքարում ես, բայց անխոհեմության պահին, երբ այդ անիծյալ արտարությանդ զգացումն է իշխում, գալիս է չարը և գողովվում է պայքարիդ արդյունքը, և ահա քո ողջ աշխատանքն ի թերև է ելնում։ Այդ պահին նմանեցնում եմ քեզ մարդու, ով ինչ որ բույս է տնկել, բայց երբ Աստված բդուղ է պարգևում, նա փոխանակ բերքը հավաքելու և ուրախանալու այն կրակի է մատնվում, կամ էլ թողնում է, որ չարը քաղի այն իր համար։ Թանկագին եղբայրս, եթե երբևէ քո մասին խոսելու ցանկություն զգաս, հիշիր աստվածային խոսքերը։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձքը։ Մատթեոս 6:2։ Չորրորդ, մի անգամ ինչ որ առիթով ոգևորությամբ և հիացմունքով խոսում էի երանելի մեկի մասին, ում սիրում ու հարգում եմ, սակայն հոգևոր հայրերիցս մեկն ասաց ինձ. խնդրում եմ, մի շարունակիր այս զրույցը, որովհետև դրանով նրա շուրջը պատերազմող թևեր ես հավաքում, թող հանգիստ աշխատի,
քանի որ դեռ սկսնակ է եւ շատ աղոթքի կարիք ունի։ Դրանից հետո դադարեցի խոսել, զգալով, որ այդ մարդու դեմ սխալ բան եմ արել։ Թևերը դանել չեն կարող, երբ մեկի մասին լսում են, թե որևէ բարի բան է անում։ Ուստի, եթե Աստված քո միջոցով ինչ-որ մեծ բան է արել, թող դա քաղտնի մնա քո եւ Աստծու միջեւ։ Մի խոսիր այդ մասին, որ չլինի թե թևերը նախադեն եւ պատերազմեն քեզ հետ, որի դեպքում ոչ միայն վարձքը կգործնես, այլև կներքաշվես ծանր պատերազմի մեջ, որի ելքն անհայտ է։ 5. Սրանք մի քանիսն են միայն այն վնասակար հետևանքներից, որ կարող է բերել ինքն իր մասին խոսելու հակումը։ Կարող ես դրանց հակառակ որևէ թրական բան նշել հոգուտ ինքնակովեստի։ Եթե ինքդ քո մասին խոսելու մարմանչը շատ է ջնշում քեզ, եւ դու չես կարող դրան դիմադրել, ուրեմն ուրիշներին պատմիր քո թուլության ու թերությունների մասին։ Պատմիր նրանց քո մեղքերի մեջ ընկնելու եւ այն մասին, թե ինչպես կնմանվեիր Սոդոմի ժողովրդին, եթե չլիներ Աստուծո օգնությունը։ Համարորեն խնդրիր նրանց, որ աղոթեն քեզ համար, գուցե Աստված ողորմե քեզ։ 6. Մի բան էլ կա, որ ուզում եմ անգեղձորեն ասել։ Թեև երկար վարանում էի մինչև ականջից շշնչալը, մարդիկ քարշում են նրանից, ով որ իր մասին շատ է խոսում։ Նրան բարձենգոտ եւ ինքնահավան են համարում։ Այսպիսով նման մարդը ոչ երկինքը եւ ոչ էլ երկիրը չի շահի։ 7. Վերջում ուզում եմ հիշեցնել, որ այն գործերը, որոնցով բարձենում ես, միայն քո չանքերի արդյունք չեն։ Կան կողմնակի հանգամանքներ, որոնք քեզ օգնել են դա անել։ Դրանցում մեծ է ուրիշների ունեցած եւ Աստուծու քեզ տված կարողությունների թերը։ Անկասկած, չափազանցրած կլինես, եթե այս ամենը քեզ վերագրես, մոռանալով, որ Աստված է գործում քո միջոցով։ Վախենում եմ, որ անգեղծությանս նյարդայնացրեցի քեզ, իմ սիրելի եղբայր։ Ուրեմն ներիր թուլությունս եւ աղոթիր ինձ համար։